Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Ոչ Աուրելո, ոչ։ Ոչ Աուրելո, դա անհնար է, այդպես չի լինի, ոչ։ Անաստասիա, խնդրում եմ մի գնա։ Այսօր ես զգացի, որ մեր սերը հավերժ է։ Ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ սիրում, բայց չեմ կարող, Աուրելո, ես չեմ կարող։ Լավ, գոնե թույլ տուր։ Գնալուց առաջ քեզ մի բան ցույց տամ, լավ։ Մոտ արի։ Լավ։ Արի այստեղ, նստիր։ Հասկանում ես։ Երբ ես ջունգլիներից վերադարձամ, ամեն ինչ հստակ որոշել էի, բայց երբ հանդիպեցի քեզ, ողջ կյանքս փոխվեց։ Հետո վերցրեցի այս նոթատետրը ու սկսեցի գրել։ Գրել այն ամենը, ինչ ուզում եմ ասել քեզ։ Ամեն ինչ։ Խելագարվել ես, ինչ է։ Լուրջ ես ասում, բայց եթե իսկապես զգում ես այն ինչ գրել ես այստեղ, ապա դա դու պետք է անգիր իմանայիր։ Խնդրում եմ։ Ես ոչ միայն այդ ամենը անգիր գիտեմ, այլ նաև զգում եմ։ Ես դա զգում եմ ողջ հոգով ու սրտով։ Բայց միևնույն է։ Ուզում եմ կարդալ դրանք քեզ համար առաջին։ Աշխարհում ամենից շատ ուզում եմ, որ դու իմը լինես։ Դու միակն ես ինձ համար։ Անաստասիա։ Դու խենթ ես։ Անաստասիա, տեսնում ես, ամեն օր դու ես։ Դու խելագարվել ես։ Լավ, շնորհակալ եմ։ Շարունակեմ։ Համար երկրորդ։ Ուզում եմ ընդմիշտ սիրել քեզ։ Գիտեմ, որ իմ երեխաները քեզ նման գեղեցիկ են լինելու։ Ու դա ապացուցելու համար քեզ համակարգչով տես ինչ եմ պատրաստել։ Հիմա քեզ ցույց կտամ։ Աչքերդ փակիր։ Ահա այսպիսին է լինելու մեր ընտանիքը։ Տեսնում ես, ահա Կլաուդիան, իր 18 եղբայրների ու քույրերի հետ։ 18 սիրունատես տղաներ։ Դու ինձ խոստացել ես, հիշում ես։ Իսկապես դու խելագար ես։ Ոչ, սպասիր։ Երևում է խելքդ գցել ես, իսկապես խելագար ես։ Սպասիր, թող վերջացնեմ։ Երրորդ կետին հասանք։ Ամեն անգամ երբ մոտենում եմ քեզ, արյունս սկսում է եռալ։ Աչքերիս առջև մտնում է ու ինձ թվում է, որ սիրտս ուրվոր է կպայթի։ Սպասիր։ Ասացի, չէ՞ որ սիրտս ուրվոր է կպայթի։ Ոչ, դու իսկապես խելագար ես։ Քո պատճառով կյանքս մի օրինակ տխուր է դարձել։ Եվ չորրորդ կետը։ Ուզում եմ, որ այսպես միասին լինենք։ Անաստասիա։ Անաստասիա, դու ձեռքս բռնեցիր ու ինձ ճիշտ ճանապարհը ցույց տվեցիր։ Քո շնորհիվ ես հասունացա։ Ինձ կրծքից սեղմեցիր ու ամուր գրկեցիր։ Իմ սիրտը մտարոյին ողջ կյանքը փոխեցիր։ Դու բժշկեցիր ինձ։ Ու ես այսօր ուզում եմ իմ կյանքով ապացուցել քեզ, որ իսկապես անչափ սիրում եմ քեզ։ Ուզում եմ, որ հասկանաս, որ այս զգացմունքների համար արժե պայքարել մինչև վերջ։
Եվ մենք պետք է ողջամիտ լինենք Անաստասիա։ Ես ուզում եմ իմ կյանքի տերը ինքս լինել։ Ու դրա համար պատրաստ եմ դիմել ցանկացած քայլի։ Անաստասիա, ինձ միայն քո մարմինը չի կերել։ Ես սիրում եմ քո հոգին, քո բնավորությունը, ու խնդրում եմ, որ թույլ տաս ինձ ապացուցել, որ ես եմ քո կյանքի միակ տղամարդը։ Գիտես ինչի ինձ համոզեց։ Նկարները։ Ինչու ես այս ամենն անում։ Ինչու ես նկարում ինձ։ Ինչու ես ինձ այդքան հարցեր տալիս։ Ինչու ես ուզում, որ տիկին Հելենայի նման հագնվեմ։ Հիմա ինչ ես ուզում, որ անեմ։ Քեզ հետ գամ։ Ես էլ քեզ համար անակնկալ ունեմ։ Իսկապես։ Այո։ Հիշում ես այս կնիքը։ Սա ջունգլիներում մեզ հնդկացիներն էին տվել, երբ ես քո ետևից էի եկել։ Ինչ ես ուզում, որ անեմ։ Ես ինձ պատկանող ամեն ինչի վրա իմ կնիքն եմ դնում։ Այն օրը ջունգլիներում սրտանց ուզում էի համբուրել քեզ, բայց չկարողացա։ Դու ինձ հրաշալի պահեր ես պարգևել։ Այնպիսի պահեր, որ երբեք չեմ մոռանա։ Դու ինձ հույս ես տվել, երազելու և ապրելու ցանկություն։ Դու իմ կյանքն ես, առանց քեզ կյանքս անիմաստ է դառնում։ Te escribí, vale, y te quedaste en visto. Mi corazón haciendo cola frente a tu nombre trístico. Yo pensando capaz responde, pero nada que va. Tu chat como una puerta que nunca...
Բանականը։ Ես գնում եմ։ Ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի։ Ես գնում եմ։ Ինչ եղավ։ Ով կա այդտեղ։ Ինչ է կատարվում։ Yo pensando capaz responde, pero nada que va. Tu chat como una puerta que nunca me quiso abrir más. Y yo aquí con la fe partida, mirando la pantalla fría. Si me dices ahorita otra vez, me quedo prendido a tu vida. Y no, tú no me des. Y no, yo sé que tú puedes. Se fue tu chat, se fue tu chat. Me dejaste hablando solo y eso pega de verdad. En la calle va sonando tu nombre en cada canción. Ես այնպես կանեմ, որ դու տիեզերքի ամենաերջանիկ կինը դառնաս։ Երդվում եմ։ Ոչ, Աուրելո, ես չպետք է։ Vino a confirmar y yo aquí con la fe partida, mirando la pantalla fría. Si me dices ahorita otra vez, me quedo prendido a tu vida. Y no, tú no me des. Ջո, բախմուտացի մի խաղա ինձ հետ արկոտ տղա։ Մարդել այդքան ծուր լինի։ Դե դուրս արի, քեզ ինչ եղավ։ Ջո, որտեղ ես թաքնվել, դուրս արի։ Սիրելիս։ Ինչպես ես։ Ինչու ես այդքան ուրախ, ինչ ա եղել։ Չլինի Վիլին ու Ռուբենը նորից միասին են ձայնագրվում։ Ախմակո, չգիտեմ, ես ուրախ եմ, որովհետև այո, չգիտեմ ինչու, բայց ես այնքան երջանիկ եմ։ Տեսնես ինչից է։ Դե միգուցե թագուհուպես ես նախաճաշել կամ էլ չգիտեմ, սերն է պատճառը։ Դե մենք սիրում ենք իրար։ Ինչու չես ժպտում։ Ինչու ես այդպես կանգնել։ Ինչու։ Դե լավ, հետո կասեմ քեզ։ Ախմակո, Երանի կարողանայի հայրիկիս հետ խոսել մեր ամուսնության մասին։ Սպասիր քույտը, սպասիր, ինչ եղավ։ Ուղակի Ինչ պատահեց։ շուրջս ամեն ինչ պտտվում է։ Միթե դրա պատճառն էլ է սերը։ Պարոն Տոնի, այդ երբանից եք այդտեղ։ Խնդրում եմ ինձ նախորոք զգուշացրեք, որ այդտեղ եք լինելու։ Պապիկ, ես գնում եմ մայրիկի հետ։ Ինչ լավ է սիրելիս, լսիր աղջիկս, ես լավ եմ, ինձ համար մի անհանգստացիր, դու կարծես այլ մոլորակես լինես։ Ինձ ասացիր, որ նոր գծագրեր ես անելու, չէ։ Գծագրեր։ Այո։ Այո, գծագրեր։ Այո, պարոն Տոնի, ես մի քանի նոր զգեստներ եմ գծել, դրանցով հարսնացումները իսկական թագուհիներ կլինեն։ Ես ձեզ ցույց կտամ դրանք։ Անաստասիա, Պարոն Տոնի, ես ձեզ ասացի, որ նոր զգեստներ եմ գծագրել։ ինչ է կատարում քեզ հետ աղջիկս։ Ինձ հետ։ Այո։ Ոչինչ։ Նրա հետ ինչ կարող էր լինել։ Ոչինչ։ Ոչինչ։ Աուրելիո։ Ինչ որ խնդիր կա։ Ես էի ուզում քեզ այդ հարցը տալ։ Քեզ ինչ է եղել։ Այո, ես հաղթեցի։ Այս արդեն քեզ նման է, նորից հունի մեջ ես ընկնում ապրես։ Բայց լսիր, արի գնանք, մենք այսօր շատ կարևոր հանդիպում ունենք։ Ոչ, խնդրում եմ քերի։ Ու չես կարող ինձ հետ այդպես վարվել։ Միտե սիրահարված մարդու ներողամտաբար չեն վերաբերվում։ Սա ինչ է։ Ոչ, արի գնանք, բավական է ամպերի մեջ սավառնես։ Պես թե ինչեր է ասում։ Արի, գնացինք։ Առայժմ
Առայժմ։ Աստված իմ, սա ինչ է։ Ոչ, Լավ, սիրելիս, արի այստեղ նստիր։ Ես հիմա քեզ ջուր կբերեմ։ Ոչ, մի գնա, ես ջուր չեմ ուզում, ես լավ եմ, ինձ հետ մնա։ Ուզում եմ, որ ինձ մոտ մնաս։ Ես քեզ ասացի, որ առավոտյան շատ եմ կերել։ Գոյիտա, հենց այդ պատճառով էլ վատ ես զգում։ Գիտես, որ ստամոքսը չի կարելի ծանրաբեռնել։ Իսկ անցյալ գիշեր արթնացա ու զգացի, որ ահա որ պաղպաղակ եմ ուզում։ Ես եւ վանիլային եւ շոկոլադե պաղպաղակ կերա պնդուկով ու ելակով։ Վերջը գիրանալու եմ։ Միգուցե ես հիվանդ եմ, Մակո։ Ոչ, Գոյիտա, ես ինձ անհետ այդպես եմ պահում, հասկանում ես, դա ուղղակի բիոքիմիական գործընթաց է։ Օ, ոչ, Մակո, երբ սկսում ես այդպիսի տարօրինակ բառեր ասել, ես ոչինչ չեմ հասկանում։ Ախր ինչ կա չհասկանալու Գոյիտա։ Ուղղակի երբ քաղցած եմ լինում, անհետ ուտում եմ, չեմ կարողանում կշտանալ։ Գիտես, կարևորն այն է, որ դու ինձ միշտ սիրես, նույնիսկ եթե ես գեր լինեմ, իսկ մնացածը կարևոր չէ։ Ուղղակի ուզում եմ, որ միշտ կողքիս լինես, Մակո, որ մեզ երբեք ոչինչ չբաժանի։ ոչ, պարոն Տոնի, նա մեռած է, նա իսկապես մեռած է, վանականը վերադարձել է, որ իշ չար գործը շարունակի։ Ոչ, Լուսիան, ողջ, աղջիկս, արթնացիր։ Լուսիա, արթնացիր։ Ինչ է կատարվում ինձ հետ։ Մենք էլ ուզում ենք քեզանից իմանալ, դե խոսիր։ Ինչ է կատարվում աղջիկս, ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչպես ես Հելենայի պես հագնվել։ Այդ ինչ պարան է, ինչ դուք դե։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Ես չգիտեմ, պարոն Տոնի, չեմ հասկանում։ Չգիտեմ, թե ինչու եմ այսպես հագնված, ես չգիտեմ։ Ստում ես, լավ է մի բան մտածես, որովհետև հանցանքի ապացույցը հենց քո ձեռքում գտանք։ Չլինի, թե վանականը դու ես։ Իսկ միգուցե դու ես Չուոյին սպանել։ Դե, այսօր քեզ նորից եմ վիրահատելու Ալեքսանդրա։ Քիչ հետո նրանք քեզ կտանեն։ Լեոն, կարող եմ քեզ մի բան խնդրել։ Իհարկե, ասա։ Խնդրում եմ։ Այս նամակը Աուրելիոին տուր։ Ես այն երեկոյան եմ գրել։ Կփոխանցես նրան, չէ՞։ Անշուշտ, Ալեքսանդրա, խնդիր չկա։ Ես կտամ սա նրան։ Շնորհակալ եմ։ Ողջույն։ Աուրելիո, ուրախ եմ տեսնել քեզ։ Ինչպես ես։ Կուբիլան ծանոթացիր քերիս է Ֆակունդոն։ Նա է տիկին Հելենայի գործը հետաքննում։ Շատ հետաքրքիր է։ Ուրեմն դուք կարող եք ինձ ասել, թե ինչպես է մահացել տիկին Հելենա Բորովսկին։ Ես ուզում եմ, որ նա ինձ այս վիճակով տեսնի, այսպես կապված դեմքով։ Ուզում եմ, որ իրեն մեղավոր զգա։ Իսկ ինչու։ Կոնկրետ պատճառ կա։ Այո, իհարկե։ Աուրելիոն վճարելու է իմ յուրաքանչյուր սպիի, ամեն մի արցունքի համար։ Իսկ Անաստասիային քրոջդ տեսնել չես ուզում։ Ոչ, դեռ ոչ։ Ես նրա հետ հետո կհանդիպեմ։ Իսկ ինչու հետո, Ալեքսանդրա։ Ես նրա համար այլ բան եմ մտածել։ Հիմա դրա ժամանակը չէ, ես դեռ կվերադառնամ։ Ու նրանք ամեն ինչի համար կվճարեն։ Վանականը ներգրաված է Հելենայի հետ կապված բոլոր հարցերում։ Արդեն երկար ժամանակ է ինչ այդ գործը հետաքննությամբ եմ զբաղվում։ Տեղեկություններ է հավաքում, ապացույցներ։ Ու հիմա վստահ եմ, որ Վանականի ու Հելենայի միջև ինչ-որ կապ կա։ Դրանում ես էլ եմ վստահ, ես դա չեմ շփվում, բայց հետախուզությունը շարունակելու համար նախ եւ առաջ ես պետք է համոզվեմ, որ Հելենա Բորովսկին իրոք մահացել է։ Դրանում ոչ մի կասկած չկա, Հելենա Բորովսկին իսկապես մահացել է, ոչ մի կասկած։ Կուբիլան, մենք պետք է նորից վերանայենք Վանականի գործը, եւ հենց հիմա։ Պետք է զանգել Կուբիլանին, ակնհայտ է, որ Վանականը Լուսիային այստեղ քարշ է տվել ու Հելենայի պես հագցրել։ Իհարկե, ես էլ հավատացի, բավական է նայես նրան ամեն ինչ պարզ է դառնում։ Մի մոռացիր, որ նա Ստրիկա Վալենտինոյի դուստրն է, այնպես որ չեմ զարմանա, եթե Վանականը նա լինի։
que fuese ella el monje. Ոչ, Անաստասիա, դու նման բան ասելու իրավունք չունես։ Ոչ, դու այդպիսի բան ասելու իրավունք չունես։ Ոչ, ինչ սարսափելի է։ Այս կոլումբիացի ինքնակոչը ինչու է մորս հագուստը հագել։ Կոնստանսա նորից մի սկսի։ Ես քեզ եմ հարցնում, ինչու ես մորս հագուստը հագել։ Ինչպես ես համարձակվել, պատասխանիր։ Դե, Կոնստանսա։ ասեք։ Ես չգիտեմ ինչու եմ այս հագուստով, ես չեմ հասկանում։ Ախ, չգիտես թե ով է քեզ այդպես հագցրել։ Գուցե պահապան հրեշտակդ, բայց ասեմ, որ քեզ նման զզվելիները պահապան հրեշտակ չեն ունենում։ Այնպես որ հավաքիրերը դու անմիջապես կորիր։ Վերջ, Կոնստանսա, վերջարի դուրս գրանք, վերջ դուր Կոնստանսա, Թեոբալդո տար նրան այստեղից։ Թող ինձ, ասացի թող ինձ։ Ալեքսանդրա, ցավում եմ, որ ստիպված ենք ընդհատել մեր զրույցը, բայց քուրերը քեզ հիմա վիրահատարան պիտի տանեն։ Լավ, Կարող եք տանել նրան։ լավ, Լեոն, բայց չմոռանաս խնդրանքս կատարել։ Չմոռանաս, խնդրում եմ։ Այդ նամակն անպայման Աուրելիոին տուր։ Իհարկե, Ալեքսանդրա։ Զգույշ, պարոն։ Չեմ հասկանում, ինչու ես կինն այս ամենը ասում Աուրելիոին։ Ինչ եղավ Լեոն, արդեն վիրահատարան տարան։ Այո, նրան հենց նոր տարան։ Եթե 5 րոպե շուտ գար կտեսնեիր։ Դա ինչ է Լեոն, այդ ինչ ես կարծում։ Nosotros trabajaríamos bajo perfil desde el centro de operaciones. Por supuesto que no interferiríamos para nada en tu investigación. Todo lo contrario, iríamos en paralelo ayudándote. No sé, Aureliano. Déjame ver qué hago, ¿sí? Permiso. ¿Sí, aló? Jefe, véngase ya para la mansión Borowski. El monje volvió a atacar y esta vez se llevan los cachos a Chubo, el jardinero. Parece que la tal Lucía lo ahorcó. ¿Qué? ¿Que el monje volvió a atacar? ¿Que mató a Chubo, al jardinero? Vamos para allá. ¿Qué fue lo que te enseñé? No fuera tan impulsivo. Está bien, no voy. Mira, González, radéame a los demás, ¿ok? Bueno, yo lo mantendré informado. Hasta luego. Ovidio, ¿qué te pasa? Mira, estos son los resultados de los exámenes de otra paciente, más nada. Bueno, ya lo que nos queda es esperar, así que yo te avisaré cuando Alexander esté listo. ¿Y qué le pasa al doctor León? ¿Por qué se fue así sin decirnos cómo había amanecido Alexander? Por algo será. Y ya yo lo averiguaré. Toma, mi amor, te traje un cafecito. Este es el momento, sobrino. Vamos a averiguar qué tiene aquí Cubillán. Un policía siempre tiene una pista, una clave que no se la revela a nadie. Está bien, yo voy a revisar los archivos. Oye, no deje de grabar todo. Ya. ¿Qué pasó, sobrino? ¿Encontró algo?
Արի, նստիր, փորձիր հանգստանալ, նստիր։ Դու պետք է կարողանաս հիշել, թե ինչ է եղել։ Այո, աղջիկս, այն դու կարող ես օգնել մեզ։ Խմիր, աղջիկս, խմիր, սա քեզ կհանգստացնի։ Տիկին, փորձեք հիշել, թե ինչ է տեղի ունեցել։ Ներեցեք, ես գիտեի, որ հետաքրքիր է լինելու։ Այդ պատճառով էլ չէ ուզում ինչ-որ բան բաց թողնել։ Պարզապես չգիտեմ, ես ոչինչ չեմ հիշում։ Միայն գիտեմ, որ լոգանք էի ընդունում, կամ էլ գուցե արդեն վերջացրել էի, ես չեմ հիշում։ Եվ հանկարծ… Այո, այդպես էլ եղավ։ Վանական իմ սենյակ մտավ, աչքերիս մեջ փոշի լցրեց, այո, հենց այդպես էլ եղավ։ Բայց դա ինչ էր, ինչ հոտ ուներ։ Չգիտեմ, չեմ հիշում։ Ներողություն, կարող եմ նմուշի համար վերցնել, հապա տեսնեմ։ Ետ նստեք։ Միգուցե դա բուրունդանգ է եղել, պարոն։ Բուրուն ինչ։ Դե դա կոչվում է սկոպոլամին։ Այդ տեղի ազդեցությունից մարդ կորցնում է գիտակցություն այնպես, որ նա տիկնիկի պես մի բան է դառնում։ Սկոպոլամին։ Այսինքն վանականը դեղ է կեստելու վրամայր, որ Չուոյին սպանես։ Կուբիլան, այս մարդուն Լուսիան է սպանել։ Դեռ հաստատ չեն կարող ասել Լուսիանը սպանել Այգեպանին, թե ոչ, բայց նրա ասածներից կարող ենք եզրակացնել, որ ինչ էլ նա արել է սկոպոլամինի ազդեցության տակ։ Իսկ այդ դեղը որտեղից կարելի է ձեռք բերել։ Այն ստանում են բելադոնա կոչված բույսից։ Դա հիմնականում բժշկության մեջ են օգտագործում որպես դեղամիջոց, բայց երբեմն դա հանցագործներն էլ են օգտագործում։ Երբեմն։ Իսկ ինչպես է այն գործում։ Այն բույսերից է ստացվում, մի փոքր փոշին էլ բավական է, որպեսզի 2 րոպեում մարդ կորցնի գիտակցությունը, մոտավորապես 2-ից 3 ժամով։ Դուք կարծում եք, որ հենց դա է տեղի ունեցել։ Հնարավոր է, վանականը սրա միջոցով է փորձել օգտագործել Լուսիային, այդ իսկ պատճառով է, որ նրա մարմնի վրա ոչ մի հետք չկա։ Ես մի հարց ունեմ։ Կարծում եք Լուսիան է սպանել այդ տղային։ Ոչ, Աստված իմ դա անհնար է։ Աստված իմ Սանտիագո, նույնիսկ եթե Լուսիան դեղի ազդեցության տակ է լինի, նա այդքան ուժ չէր ունենա, չէր կարող տղային խեղդել։ Շնորհակալ եմ, պարոն Տոնի, շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ։ Դե ես արդեն ասացի, մենք հաստատ չգիտենք, որ աղջիկն է հանցագործության հեղինակը, բայց մենք չենք էլ կարող չկասկածել նրան։ Դա դեռ պետք է պարզել։ Ահա Բրոմելի, այս նկարները արհեստանոց տար, որ նմուշը պատրաստեն։ Ներիր։ Քեզ ինչ է եղել, Անաստասիա։ Վատ ես զգում, մի տեսական հանգիստ ես երևում։ Այո, ես պարզապես վախեցել եմ, ահա որ վախեցել եմ, անցյալ երեկո Բրոմելիա։ Վանական էլի այստեղ էր եկել, նա սպանել է խեղճ Չուոյին։ Այո, լսել եմ այդ մասին։ Ես չեմ վախենում, ինձ համար միևնույն է, թե այդ խելագարն ինչ է անում։ Վերջ տուր, լսիր, եթե այդ խելագարը մարդկանց փոխարեն կենդանիների սպաներ, ինձ համար էլ միևնույն կլիներ։ Բայց նա մարդկանց է սպանում, անմեղ մարդկային էակների։ Նա Բորովսկիներին է սպանում։ Ինչպես կարող ես ասել, որ քեզ համար միևնույնն է։ Անաստասիա, ես իմ ողջ կյանքը այդ մարդկանց նվիրեցի։ Տես թե նրանք ինչպես ինձ վարձահայտույց եղան։ Նախ դստերս կորցրի, հետո էլ ամուսինս ինձ լքեց։ Այնպես որ ինչ ուզում է թող լինի այդ Բորովսկիներին։ Դա ինձ այլևս չի հուզում։ Ես գներով ավելի եմ համոզում Ագրիպինա, որ մենք շատ ճիշտ վարվեցինք։ Ինձ ու քեզ Նեիր։ Մենք ապրում ենք միասին, ամուսինների պես ու մենք երջանիկ ենք։ Չեմ կարծում, որ սխալ ենք արել։ Դու ինչ կասես։ Դե բոլորն այդպես չեն կարծում, Աքվիլես։ Ինձ համար միևնույն է։ Հետո նրանք կհամոզվեն, որ սա ամենալավ տարբերակն է։ Լուրը թակում են։ Գնամ տեսնեմ ով է։ Այո։ Սպասեք, գալիս եմ։ Ով է։ Ողջույն հայրիկ։ Լեոն, եկել եմ համոզեմ, որ այն ինչ երեք հեռուստացույցով տեսա, ոչ թե բեմադրություն էր, այլ դաժան իրականություն։
Ոչ որ սպասիր, Տեր Աստված։ Դուք ինչով եք մտածում, որդիս խնդրում եմ, մի դատապարտիր մեզ, լավ։ Հասկանում ես մենք, բայց սա խելագարություն է։ Եթե Նիկոլասն իմ ամառներան էր, ես նրան կհասկանայի, կընդունեի, որովհետև նա երիտասարդ է, բայց դուք տարիքն առաջ հասուն մարդիկ եք։ Չեք հասկանում, որ ծիծաղի առարկա եք դարձել։ Սերը ծիծաղի առարկա չէ, որդիս։ Ես ու Ագրիպինան սիրում ենք իրար։ Խնդրում եմ, հայրիկ, ինչ սիրո մասին է խոսքը։ Չես հասկանում, որ քո այս հիմար առարկով խայտարակում ես ինձ։ Քո հիմարությունների պատճառով ընկերներս ծաղրում են ինձ։ Ախր ինչպես կարող էր Աքիլես Բորովսկին այդքան ցածրանալ, այսպես ծաղրուծանակի վերածվել։ Չգիտեմ, ես խոսքեր չեմ գտնում, հայրիկ։ Դու շատ անարդարացի ես հայրիկիդ հանդեպ, դու դեռ երիտասարդ ես ու շատ բան չես հասկանում։ Լսեք, ես գիտեմ, որ տղամարդիկ ճգնաժամային շրջան են անցնում, բայց ճգնաժամն այլ է, ծաղրածու դառնալն այլ է։ Իսկ դու հիմա, հայրիկ, իսկական ծաղրածու ես դարձել։ Այո։ Դու շատ դաշան ես վարվում ինձ հետ, որդիս։ Ինձ ուրիշ ոչինչ չի մնում։ Ես պիտի բացատրեմ քեզ, եթե ինքդ չես հասկանում։ Դու մեծ մարդ ես, հայրիկ, ու այդ շոուները քեզ համար չեն։ Միթե այդքան դժվար է հասկանալ։ Բայց մենք ուղղակի ուզում ենք երջանիկ լինել։ Մենք չենք ուզում ինչ-որ մեկին ցավ պատճառել։ Ինչու ոչ ոք դա չի հասկանում։ Որովհետև սա բոլորին է վերաբերվում։ Ագրիպինա, քո կարծիքով մայրիկն իրեն ինչպես է զգում։ Իսկ պապիկը։ Իսկ Թեոբալդուն, Ագրիպինա։ Ես ամաչում եղբայրներիս երեսին նայել։ Եվ կարող եմ հավատացնել ձեզ, որ նրանք էլ ամաչում են իմ երեսին նայել։ Բայց դուք իմ ու Ագրիպինայի առակների համար չպետք է պատասխան տաք։ Այո, ճիշտ ես, հայրիկ։ Մենք պատասխանատվություն չենք կրում, բայց ամաչում ենք քո փոխարեն, հասկանում ես։ Ամաչում ենք ձեր առակների համար։ Իսկ ամենավատն այն է, որ քեզ համար դա միևնույն է։ Պիտի խոստովանեմ, որ ինձ հենց սա էր պակասում երջանիկ լինելու համար, բայց դու չես կարող այստեղ լինել։ Ես շատ եմ ուզում քեզ տեսնել, բայց չկարողացա շուտ գալ։ Ես հորեղբայր Ֆակունդոն Կուբիլանի մոտ ենք գնացել։ Մենք իմացանք, թե վանականի երեք ինչ է արել։ Այո։ Ահա որ է Աուրելիո, պատկերացնում ես, հիմա նորից ամեն գիշեր պետք է վախով քնենք։ Մի վախեցիր, հանգստացիր։ Մենք կբռնենք շուտով այդ վանականին, ես վստահ եմ։ Ու գիտես ինչ։ Ես ուզում եմ ապացուցել քեզ, որ ես կպաշտպանեմ քեզ։ Այո, միշտ կպաշտպանեմ քեզ։ Եվ դու իմ կողքին քեզ միշտ ապահով կզգաս։ Սիրելիս, դրանից ավելի ինձ պետք չէ։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ինչ կասես։ Այս տոմսերը չվերցնենք ու հեռանանք այստեղից։ Ուզում եմ, որ նորից լինի այն, ինչ անցյալ անգամ եղավ։ Նորից ու նորից, նորից ու նորից, այո։ Այո, դա նրան շատ է դուր գալիս։ Լավ, ես Կատալինայի հետ կխոսեմ, տեսնեմ նա կարող է հոգ տանել երեխայի մասին, թե ոչ, և հետո կասեմ քեզ։ Մայրիկ, ես տղաներին զանգեցի, Նիկոլասն ասաց, որ կեսօրին այստեղ կգան։ Սիրելիս, Ռոզային զանգիր ու ասա, որ անմիջապես այստեղ գա, ես ինձ լավ չեմ զգում։ Չգիտեմ, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Այո, հիմա մայրիկ, մայրիկ, Արյուն է։ Ո ոչ, հնարավոր չէ։ Ես չեմ հավատում ախաստված իմ, սիրելիս Ռոզային զանգիր, արագ։ Ալո, Ռոզա։ Ռոզա, շտապ այստեղ արի, սիրելիս, ես չգիտեմ ինձ հետ ինչ է կատարվում։ Արյունահոսություն է սկսվել, ես վախենում եմ։ Ես չեմ ուզում կորցնել երեխայիս։ Ռոզա, ես չեմ ուզում կորցնել երեխայիս։ Չեմ հասկանում, եթե վանականը ինձանից է վրեժ լուծում, ինչու է նրա զոհեր այս անմեղ մարդիկ դառնում։
Այս մարդն այստեղ ինչ անում Յոլանդա։ Ես քեզ չասացի, որ չեմ ուզում Ֆակունդոին իմ տանը տեսնել։ Անտոնիո Բորովսկի։ Վերջապես հանդիպեցինք։ Մենք պետք է խոսենք, ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Աուրելիոն որոշ բաներ է գտել, որոշ հետքեր։ Նա ճշմարտությունը բացահայտելու ճիշտ ուղու վրա է։ Այո, գիտեմ, սա խելագարություն է, բայց քեզ թողնելը ավելի մեծ խելագարություն կլինի։ Այո, սերիմ, ես կգամ քեզ հետ թեկուզ աշխարհի ծայրը, ես կգամ, մենք միասին կգնանք։ Ինչու ես այդպես նայում, ինձ չես հավատում։ Իհարկե հավատում եմ։ Ես շատ երջանիկ եմ, ու գիտես ինձ, ուզում եմ ամբողջ կյանքս քո կողքին ապրել։ Ոչ, սպասիր։ Երևի դու պիտի գնաս։ Ինչ որտեղ ես գնալու, այո, այս տոմսերը երկուսիս համար չեն, սրանք մեզ համար չեն, թե ուզում էիր գալ ինձ ուրախացնել ու հետո էլ սիրտս կոտրել։ Ոչ, երբեք, ես ուղղակի այնքան ուրախ եմ, որ իմ կյանքում ամեն ինչ փոխվում է։ Դու ինձ հետ ես, ես ուզում եմ փոխել ամեն ինչ։ Իսկապես, դե ասա ինձ։ Ոչ։ Դե լավ, ասա ինձ։ Ոչինչ էլ չեմ ասի հիմա։ Ես միայն կարող եմ ասել, որ շուտով դու կհպարտանաս ինձանով, ես վստահեցնում եմ քեզ։ Լսիր, սիրելիս, ես արդեն իսկ քեզնով անչափ հպարտ եմ։ Դե, ես պետք է գնամ Կլաուդիայի ետևից, լավ։ Աուրելիո, այստեղ ինչ ես անում։ Ես կարծում եմ հորեղբորոդ մոտ ագարակ էր գնացել։ Դե ոչ, ուղղակի գործով քաղաք է եկել, ու որոշեցի այստեղ գալ, Անաստասիային բարևելու։ Մտքովս չէր անցնում, որ քեզ այստեղ կտեսնեմ, բայց շատ լավ եղավ։ Վերցրու, սա քեզ համար է։ Սա ինչ է, կարդա կտեսնես։ Հակառակ սիրուտ խոսքեր Անազատ շրջում եմ քո կրքի շղթաներից Ցավից լուր տանջված եսին Խոստումիցդ հորինված Ես հոգնել եմ ու պատրաստ եմ պայքարել խաչով քո դեմ գիտեմ գեղցիկ ես Ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել Ամբողջ մարմնով